Իրական աշխարհման երևույթները գիտեք շատ հաճախ են եւ ասել թե ինչ արտառոց բան է, ոչ շատ հաճախ այս մարդիկ ուղղակի այդպես մահորը ցերեկով ընտրվել է այդպիսի վայր, որ համեմատաբար քիչ մարդու չնայած դա նշանակություն կարող է քաղաքի կենտրոններ վերջերս նույնիսկ ինձ սպանեցին առանց որևէ խնդրի ուզում եմ ասեմ սա ավելի շատ քրեական աշխարհին բնորոշ վարվելակերպ է, քան ինչ-որ սպეციფიկ մի բան մեր իրականությանը, մեր հասարակությանը բնորոշ մի բան չի սա 100%-ով տարօրինակ բան է եւ ինձ թվում է առաջ է եկել ուղղակի քրեական աշխարհի խաղի կանոնների խախտում թե հիման վրա խաղի կանոնները այդպես են իհարկե դեռ չգիտեմ ինչ ոնց ամեն մեկս գիտեմ թե ինչի հետ են կապում, բայց բոլոր դեպքերում խաղի կանոնների այսպիսի ձև է այդ աշխարհում եւ շատ հաճախ ասենք Ռուսաստանում դա բավական տարածված բան է մեր մոտ եւ սա քրեական աշխարհի երևույթ է, ոչ թե մեր ոլորտի։ Ինչ ճիշտ ասած մի քիչ գուցե այս արդյոք կապակցում ուրիշ արդյոք ավելի շատ նեղում եւ հուզում։ Դա բացահայտորեն քրեական օրենքներով առաջնորդվող մեր հասարակությունն է, որը ես չեմ ուզի ասել, որ սա միայն վերաբերվում է իշխանությանը, ընդհանրապես այդ կրիմինալ ռոմանտիկան սա մեր հասարակության մեջ շատ տարածված է։ Մենք ինչպես ենք իրար հետ շփվում, մենք համարում ենք, որ կուլտուրական խոսելը դա թույլության նշան է։ Եթե դու տղամարդ ես, դու անպայման պետք է սպառնալիքներով խոսես, կամ թիթ ջարդես, կամ մռութ ջարդես, պատժես, ինչպես քրեական աշխարհում ասված է նակազատ անել։ Երբ որ չգրված օրենքները դառնում են ավելի կարևոր, քան գրված օրենքները։ Եվ մենք սա տեսնում ենք ամեն մի քայլափոխի, հա։ Ես կարող եմ ասել, այ դու խախտում ես չգրված օրենքները եւ կհերթարկվես գրված օրենքների։ Եվ դա ում ասում են, ասում են, վայ, ես այլևս չեմ խախտի չգրված օրենքները, ասում են, լավ, այդ ժամանակ դու չես ենթարկվի գրված օրենքներին։ Սա քրեական աշխարհի սկզբունքը դարձել է մեր հասարակության ապրելու սկզբունք, երբ որ չգրված օրենքները դառնում են ավելի կարևոր քան գրված, երբ որ ոստիկանության իրավապահ մարմիններին դիմելը համարվում է ստորություն։ Բացահայտ մի բան ասելը համարվում է սրիկայություն։ Սա դրա նույնիսկ անուն էի տվել, որ մեր հասարակությանը բնորոշ քրեական մտածելակերպ։ Այո, եւ սա կարծում եմ նորություն չի, որտեղ սա գալիս է շատ հին ժամանակներից։ Ժամանակին դեռ բոլշևիկները, երբ որ վերցնում էին իշխանությունը, նրանք քրեական տարը համարում էին սոցիալապես հարազատ իրենց։ Եվ շատ բոլշևիկներ ունեին պարզապես քրեական անցյալ։ Եվ Կատովսկին, եւ մեր սիրած Կամոն, եւ այլն, Ստալինը, այո։ Եվ մշտապես իշխանությունը շատ մոտ է եղել քրեական աշխարհի հետ։ Դրանք լուծել են քրեական աշխարհի միջոցով, ասենք թե ստալինյան ճամբարներում լուծել են հարցեր քաղաքական բանտարկյալների հետ, իրենց միջոցով։ Եվ կարծում եմ, որ նաև մեր կյանքում, որտեղ բոլոր դեպքերում կա սեփականության վերաբաշխման հարցը, ժամանակ առ ժամանակ ծագում է տարբեր հիմնականում դա փորձում են լուծել նաև քրեական տարի միջոցով, երբ որ բիզնես են կիրառում, անպայման ուզում են, որպեսզի քրեական էլեմենտներ որոշակի չափով մասնակից լինի, որպեսզի պաշտպանված լինի։ Սա կարծում եմ շատ ավելի վտանգավոր հարց է, քան կոնկրետ լոկ այս մի դեպքը, որտեղ մենք եթե լուրջ մտածենք, թե ինչ այսօրվա օրով խնդիր ունենք, մենք խնդիր ունենք մտածողության փոփոխության հետ, մենք դրա կարիք ունենք, որտեղ այս տեսակ մտածողության, այս տեսակ հեղինակության, նայեք հեղինակություն բառը մեր մոտ միանշանակ ասոցացվում է
կրիմինալ հեղինակության հետ։ Դուք երբեք չեք ասի մշակութային հեղինակություն։ Ինչպես ենք մենք հեղինակություն բառը օգտագործում։ Նույնիսկ այս լայն արձագանքը այս միջադեպի կամ քրեական որևէ տարի, մենք երբևիցե չենք տեսնի առաջին էջում, ասենք թե Սերգեյ Խաչատրյանի փայլուն համերգը ինչ մրցանակներ ստացավ աշխարհում, բայց քրեական աշխարհի իրադարձությունները մեզ շատ են հետաքրքրում։ Սա շատ կարևոր է։ Սա նաև մեր պսևդո արվեստի նյութ է, հա, որոշակի սերիալներ, որտեղ ամբողջ հարաբերությունները այդ քրեական աշխարհի եւ ներկայացում են այդպես, որ ուրիշ ձերի կյանքից չկա։ Սա է մեր շրջապատը։ Սա շատ վտանգավոր բան է։ Մենք երբեք այս օղակից չենք դուրս գա։ Մենք հաճախակի փրկությունը ման են գալիս մեզնից դուրս, որ այ դրսից կգան ինչ-որ բան կանեն, բայց փոփոխությունը մեր մեջ է։ Մինչև մենք չփոխենք մեր մեջի այդ քրեական հարաբերությունների հանդեպ սիմպատիան, ոչ մի բան չի փոխվի։